Բարև հարգելի բաժանորդ եւ հայոց պատմության սիրահար։ Բարի գալուստ մեր ալիք։ Այսօր մենք միասին կտեղափոխվենք հայոց պատմության ամենադրամատիկ, ամենահերոսական եւ ամենանշանակալի էջերից մեկը։ Մենք խոսելու ենք մի ճակատամարտի մասին, որը դարձավ հայ ժողովրդի գոյատևման եւ հավատքի խորհրդանիշը։ Այո, խոսքը Ավարայրի ճակատամարտի մասին է։ Կարևոր հիշեցում։ Մինչ թեմայի մեջ խորանալը, խնդրում եմ հենց հիմա բաժանորդագրվել մեր ալիքին, սեղմել զանգակի կոճակը եւ հավանել այս տեսանյութը։ Ձեր աջակցությունը մեզ օգնում է ստեղծել ավելի շատ ու հետաքրքիր պատմական տեսանյութեր։ Դե ինչ, գնացինք։ Նախապատմությունը։ Ինչով բռնկվեց պատերազմը։ 5-րդ դարի կեսերին Հայաստանը գտնվում էր Սասանյան Պարսկաստանի տիրապետության տակ։ Պարսից արքա Հասկերտ II-ը որոշեց վերջնականապես զուլել հայերին։ Նա հասկանում էր, որ հայերին պարսկացնելու ամենակարճ ճանապարհը քրիստոնեությունից հրաժարվելն ու զրադաշտականություն, կրակապաշտություն ընդունելն էր։ 449 թվականին Հասկերտը հատուկ հրովարտակով հայ նախարարներից պահանջեց փոխել հավատքը։ Ի պատասխան դրան հայոց մեծամեծները հավաքվեցին Արտաշատում եւ մերժեցին արքայի պահանջը հայտարարելով, որ իրենց հավատքից հրաժարվել չեն կարող։ Սա բացահայտ մարտահրավեր էր հզոր կայսրությանը։ Սկսվեց համաժողովրդական մեծ ապստամբություն, որի զորավար ընտրվեց տաղանդավոր ռազմական գործիչ Վարդան Մամիկոնյանը։ Ճակատամարտի օրը 451 թվականի մայիսի 26։ Եվ ահա եկավ վճռական պահը։ Պատմական կարևորագույն փաստ, որը պետք է հիշել։ Երբ տեղի ունեցավ ճակատամարտը 451 թվականի մայիսի 26-ին, որտեղ Վասպուրական նահանգի Արտազ գավառում Տղմուտ գետի ափին, Ավարայրի դաշտում, պարսկական բանակը Մուշկան Նիսալավուրտի հրամանատարությամբ ահռելի էր։ Նրանց թիվը հասնում էր շուրջ 200,000-ի, որոնց կազմում էր նաև Մատյան գունդը եւ հայտնի մարտական փղերը։ Իսկ հայկական բանակը կազմված էր մոտ 66,000 մարտիկներից, որոնց մեջ կային ոչ միայն պրոֆեսիոնալ զինվորներ, այլև շինականներ, ռամիկներ եւ հոգեվորականներ։ Ռազմի դաշտում ինչպես ընթացավ մարտը, մայիսի 26-ի առավոտյան հայկական բանակը հաղորդություն ստացավ, եւ զորավար Վարդանը հանդես եկավ իր հայտնի ճառով։ Չերկնչենք եւ չվախենանք հեթանոսների բազմությունից։ Մարտը սկսվեց։ Հայոց այրուձին անցավ Տղմուտ գետը եւ հզոր հարված հասցրեց պարսիկների աջ թևին թշնամուն գցելով խուճապի մեջ։ Թվում էր, թե հայերը հաղթում են։ Սակայն Մուշկան Նիսալավուրտը մարտի մտցրեց իր գաղտնի զենքը մարտական փղերին եւ թիկունքային էլիտար ուժերին։ Հայկական զորքը շրջապատվեց։ Հենց այս թեժ պահին մարտի դաշտում հերոսաբար զոհվեց պարապետ Վարդան Մամիկոնյանը։ Չնայած զորավարի կորստյանը հայերը չընկրկեցին եւ կռվեցին մինչեւ մութն ընկնելը։ Ավարայրի արդյունքներն ու խորհուրդը։ Ռազմական տեսանկյունից Ավարայրի ճակատամարտը հստակ հաղթող չունեցավ։ Այո, հայերը տվեցին 1036 զոհ, իսկ պրասիկները 3544, եւ հայկական բանակը ստիպված եղավ նահանջել ու անցնել պարտիզանական պայքարի։ Սակայն բարոյական եւ քաղաքական առումով սա փայլուն հաղթանակ էր։ Հասկերտ II-ը հասկացավ, որ անհնար է հայերին ստիպել հրաժարվել քրիստոնեությունից։ Նա ստիպված եղավ 1. Հետ կանչել իր զորքերը Հայաստանից 2. Թույլատրել քրիստոնեական պաշտամունքը 3. Փոխարինել հայ ուրացող մարզպան Վասակ Սյունուն։ Ավարայրը ցույց տվեց, որ կան արժեքներ, որոնք ավելի բարձր են, քան ֆիզիկական կյանքը։ Դա հավատքի, հայրենասիրության եւ ազատության տոն էր, որը հետագայում 484 թվականին բերեց Նվարսակի պայմանագրի կնքմանը, որով Հայաստանը ձեռք բերեց լիակատար կրոնական ազատություն եւ ինքնավարություն։ Վերջաբան, Ավարայրի հերոսները, Վարդանանց ասպետները, դարձան մեր պատմության փարոսները։ Նրանց շնորհիվ է, որ մենք այսօր խոսում ենք հայերեն եւ պահպանել ենք մեր ինքնությունը։ Եթե ձեզ դուր եկավ այս պատմական ճամփորդությունը, բաց չթողնեք հաջորդ տեսանյութերը։ Անպայման բաժանորդագրվեք ալիքին դրեք լայք եւ մեկնաբանություններում գրեք ձեր կարծիքը Ավարայրի ճակատամարտի մասին։ Շնորհակալություն դիտման համար, սիրելի բաժանորդներ։ Կհանդիպենք հաջորդ վիդեոյում։ Հաջողություն։